Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Օրերս կայացել է երգչուհի և դերասանուհի Լիլի Մորտոյի ամուսնու Վադիմ Չանգլյանի եղբոր Հարսանյաց արարողությունը, որին զույգը ներկա է գտնվել ակնհայտ սիրով ու երջանկությամբ։ Սա նկատելի է նաև Star News-ի կողմից առանձնացված գեղեցիկ հոլովակներում, որոնք, ինչպես նաև Լիլիի նրբաճաշակ տեսքը, առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Դերասանուհի Լիլի Մորտոն օրերս իր սոցիալական հարթակում անկեղծ հոլովակ է հրապարակել։ Նա ցույց է տվել իր ապագա փոքրիկի նվերները։ Դիտեք Լիլիի եւ ամուսնու ջերմ արձագանքն առանց մեկնաբանության։ Աշխատողներն են ինձ նվեր բերել, այսինքն ինձ չէ փոքրիկին։ Հիմա բացենք միասին, տեսնենք ինչ են բերել մեր փոքրիկին։ Ուй, ის ոնց որ աջալա կամ սրբիչ։ Ես կնանք սադի տեսնենք ինչա։ Մամա աղջիկ են իրանք։ Ո՜ղ, լինոյիկ։ Oh my god։ Իրանք գիտեն, որ ես փիսիկներ ինչքան եմ սիրում։ Փիսիկներով եք բերել։ Ո՜ղ։ Մեծտինայիկ ինչ լավն է։ Oh my god, ის գժվիցի։ Ո՜ղ։ Ինչ հագցնելու ենք։ Հետո Պեպեսիկ բանի հետ ֆրֆրալու է, հա, մեր աչիկը, հա, Պեպես։ Այս փիսիկները սորի կհագցնելու եմ ձեր հետ ֆրֆրալու է, հա, Պեպե։ Ո՞ղ, հա։ Մեր աչիկը ձեր հետ ֆրֆրալու է, հա, իմ գանջուկներ։ Ո՜ղ։ Բայց այստեղ ուրեմն 6-ից 9 ամսականի համար է, ոչինչ գիտենք էլ օգտագործելու։ Ասա էլի բաներ կա, ինչքան նվերներ են բերել։ Oh my god։ Կներնի ստինայիկ, ող, իմ աչիկա նվերները մի հատ նայիկ, ստինայիկ, իր բակ, այս իսկան նվեր են բերել, oh my god, ոյ, լի ստինայիկ, այս արդեն 0-ից 3 ամսականի համար է, իսկ սկզբից կարանք հագցնենք աթեն իմ աչիկան, ինքան շնորհակալ եմ իրանց, իրանք ինքան լավ մարդիկ են, մամա ու աղջիկ են, շատ լավ, Այսպես մեր աչկա նվերներ են բերել, ապրեն, thank you, Իստեղ նայեք, ուրեմն Վադիմի պացենտ կանանցից մեկն էր նոր եկել, իրա մոտ, ես էլ Վադիմի մոտ էի այսենց նվեր ա բերել, ասում ա ես եմ անձամ գործել, ինքան բարի ու հաճելիկին էր, մի հատ նայիք էլի, մատիս չապա, Ոնց է կուկլայի բալին, շոչինա, Բուտմատիս համար ենք բուտիկի համար, սուվինիր եմ բերեք են, կես կյանքը բուտմատիտ համար, շատ շնորհակալ եմ այդ կնոջը ինքան ծավ գործել ա բերելա, շատ շնորհակալ եմ, շոչինա, Արեգ TV-ում հյուրընկալվել էր երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն։ Քանի որ օրերս համացանցը ողողվեց նրա երեխայի սպասելու լուրով, զրույցի գլխավոր թեման հենց դա էր, եւ հարցին ինչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում, նա պատասխանեց. Մինչև հասկանալը ես դրան պատրաստ էի, գրեթե 6 ամսեկան է, բան չմնաց, անհամբեր սպասում եմ, երբ եմ տեսնելու։ Շատ անհամբեր սպասում եմ իրեն, իմ կարծիքով իմ կյանքում ամեն ինչ եղել է ժամանակին, ու այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը։ Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Դրանից 2-3 ամիս առաջ ինձ մոտ ամեն ինչ լավ էր, ես իմ սովորական օրն էի ապրում։
Չեմ կարող բացատրել ինչա կատարվել ինձ հետ։ Բոլորը քնած էին, քնից հարթնացել եմ, դուրս եկել բակ, գիշերվա ժամը 2-3-ն էր։ Հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ։ Սկսեցի շատ բարձր լացել, պապային հիշեցի, ոնց որ ուզենայի հետը խոսել։ Մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, ես իրան արդեն պատրաստում եմ, որ իմանա, ում մոտ ա լույս աշխարհ գալիս։ Նախ իրա մաման դաժանը, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, արդար, իդեալական։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Դրանք կապված են եւ իմ հետ, եւ ինձանից ծնված երեխաների, որովհետեւ ինձանից չծնված երեխաներին շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես։ Բայց բաներ կան, որոնք դու քեզ չես կարող թույլ տալ ու սահմաններն անցնել։ Նրանց պարտադրել բաներ, որոնք դու ես պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իմ սեփական երեխային կարող եմ պարտադրել եւ պահանջել այն, ինչը որ ուզում եմ։ Հարցազրույցի ընթացքում Լիլիին միացավ ամուսինը, բժիշկ եւ պրոդյուսեր Վադիմ Չանգելյանը։ Զույգը, քանի որ զրույցի ընթացքում դեռ չգիտեր երեխայի սեռը, ամուսինը նշեց, որ եթե աղջիկ լինի, վստահ է Լիլին իր նման թիթիզ Բարբի է մեծացնելու։ Աշխատանքային գործունեության մասին խոսելիս Լիլին հավանական դադարի միտքը բացառեց, նշելով, որ տեսակով հանգիստ մարդ չէ։ Ունի նոր գաղափարներ, որոնք այս շրջանում պետք է իրականություն դարձնի։ 20 տարեկան չենք արդեն, 40 տարեկան եմ։ Այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին։ Երբ կինը ամուսնանում է եւ ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ։ Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով, նշեց Լիլի Մորտոն։ Լիլի Մորտոն հայտնել էր, որ հղի է, որից հետո նրա հրապարակումների մեկնաբանություններում հաճախ սկսեցին հայտնվել կասկածներ, թե իրականում երեխան նա չի կրում, այլ սուրոգատ մայրը։ Իսկ փորիկն էլ իբր ֆոտոշոփ է։ Նմանատիպ մեկնաբանությունները Լիլիին էջից հեռացնում է։ Եվ թվում է նման խոսակցություններից հետո Մորտոն սկսել է ավելի հաճախ հրապարակումներ անել, ցուցադրելով իր փորիկը եւ դրա փոփոխությունները։ Նա նաև կիսվել է երեխայի ուձը հետազոտության նկարով։ Նա գրեթե ամեն օր նոր կադրեր է հրապարակում ընդգծելով իր հղիությունը։ Այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին։ Երբ կինը ամուսնանում է եւ ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ։ Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով, նշեց Լիլի Մորտոն։ Լիլի Մորտոն հայտնել էր, որ հղի է, որից հետո նրա հրապարակումների մեկնաբանություններում հաճախ սկսեցին հայտնվել կասկածներ, թե իրականում երեխան նա չի կրում, այլ սուրոգատ մայրը։ Իսկ փորիկն էլ իբր ֆոտոշոփ է։ Նմանատիպ մեկնաբանությունները Լիլիին էջից հեռացնում է։ Եվ թվում է նման խոսակցություններից հետո Մորտոն սկսել է ավելի հաճախ հրապարակումներ անել, ցուցադրելով իր փորիկը եւ դրա փոփոխությունները։